հաղթանակ եւ հաղթանակ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճամասնեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիարուսնի ժամանակահատվածում Չերոս համաստեղության տակ ծնված մարդկանց տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների անձնական ոլորտում։ Սիրելի ջրոսներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում։ Ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի ջրոսներ։ Գիտեք ինչ, Կարիճամասնեղությունը իր էներգիան ձեզ է տալիս, ձեր անձնական ոլորտում հաջողություն, ամուսնություն, ամուսնության առաջարկություն, երեխա ունենալու հնարավորություն։ Այն ջրոսները, ովքեր որ ընտանիքի մեջ են, արդեն ընտանիք են, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, որ արդեն կանգնած եք բաժանության առաջ, այդ փաստաթղթերը ամբողջովին չերարկվում են, եւ ձեր տան մեջ մտնում է սեր եւ միություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների ֆինանսական ոլորտում։ Սիրելի ջրոսներ, այդ ժամանակահատվածում ձեր ֆինանսական ոլորտում հնարավոր է որոշակի բարդություններ, որոշակի դժվարություններ, բայց դուք խելամիտորեն կկարողանաք այդ խնդիրները հաղթահարել եւ դուրս գալ։ Ուղղակի որոշակի դատարկ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դուք կարողանաք այդ խնդիրներից ձերբազատվել, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրներից ձերբազատվել։ Հնարավոր է իրավական դռների, ֆինանսական փաստաթղթերի հետ կապված պրոբլեմներ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների առողջական ոլորտում։ Սիրելի ջրոսներ, 2025 թվականի մայիսի 12-ին Կարիճամասնեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիարուսնի ժամանակահատվածում ձեր առողջական ոլորտում ոչ մի պրոբլեմ չկա։ Ցույց է տալիս, որ դուք կարող եք երկրից դուրս գալ, կարող եք գնալ էքսկուրսիա, կարող եք առողջացման պրոցեդուրաներ ընդունել, որը ավելի լավ կավելացնի, ավելի կակտիվացնի ձեր ֆիզիոլոգիական դաշտը, ձեր մարմինը։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները։ Այո, սիրելի ջրոսներ, ձեր երազանքները կկատարվի, նույնիսկ ամենա ներքին հոգու անկյունում պահած երազանքը, որի մասին դուք վախենում եք մտածել, ձեր այդ երազանքները կկատարվեն։ Հնարավոր է